Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալում իրադարձությունները սկսում են զարգանալ ուղղակի շնչակտուր արագությամբ, եւ այն, ինչ մեզ սպասվում է առաջիկա սերիաներում, պարզապես տակն ու վրա է անելու բոլորիս կանխատեսումներն ու սպասումները։ Սկսենք ամենասկզբից ու փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում մեր սիրելի հերոսների հետ այս բարդ ու ծայրաստիճան խճճված իրավիճակում։ Մինասն ու Նվերը, ապրելով իսկական մղձավանջ, վերջապես Սեդային հիվանդանոցից տուն են բերում։ Տեսնելով աղջկա ծանր հոգեբանական ու ֆիզիկական վիճակը, նրանք որոշում են առայժմ լռել եւ ավելորդ հարցերով չծանրաբեռնել, որպեսզի ավելի չցավեցնեն ու չբարդացնեն առանց այդ էլ ծանր իրավիճակը։ Սակայն այդ տիրող լռությունն ու անորոշությունը տանը ստեղծում են իսկական քաոս, որից առաջին հերթին շտապում է օգտվել Սյուզին։ Վերջինս, ով կարծես թե իր սեփական գաղտնի խաղն է խաղում, սկսում է իրավիճակը մեկնաբանել բացառապես իրեն ձեռնտու, բայց չափազանց վտանգավոր ու թունավոր անկյունից։ Նա առանց որևէ հիմնավոր ապացույց ունենալու Էլենին ու Նոնային փորձում է համոզել, թե իբր ամեն ինչ շատ պարզ է։ Եթե հաստատվել է, որ Սեդան եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ապա դա նշանակում է միայն մեկ բան. նա հաստատ ինչ-որ անհայտ տղայի հետ է եղել եւ պարզապես ցանկացել է իր ամուսնությունից առաջ մի լավ անհոգ ժամանակ անցկացնել ու զվարճանալ։ Բնականաբար Նոնան ու Էլենը, շատ լավ ճանաչելով Սեդային, կտրականապես հերքում են այս սարսափելի ու անհիմն մեղադրանքն ու փորձում պաշտպանել նրան, սակայն Սյուզին մնում է անդրդվելի։ Նա չարախնդալով եւ վստահորեն հայտարարում է, որ Սեդան վաղ թե ուշ պետք է խստորեն պատասխան տա իր արածների ու թույլ տված սխալների համար։ Բայց մինչ տանը կանայք զբաղված են այս ծանր ասեկոսեներով, Նվերի ներաշխարհում իսկական փոթորիկ է սկսվում։ Նա կորցնելով ինքնատիրապետումը անսպասելիորեն եւ ջղային վիճակում ներխուժում է տուն, բռնում է Էլենի ձեռքն ու նրան քարշ տալիս դեպի խոհանոց, փորձելով նրանից կորզել ճշմարտությունը։ Նվերը խիստ տոնով հետաքրքրվում է, թե արդյոք այդ չարաբաստիկ օրը Սեդան ստացել է ինչ-որ տարօրինակ կամ կասկածելի զանգեր։ Արդյոք նրա վարքագծում եղել է որևէ անսովոր բան, որը կարող էր հուշել մոտալուտ վտանգի մասին։ Էլենը ուղիղ նայելով Նվերի աչքերին սառնասրտորեն ստում է եւ ասում, թե իբր ինքը ոչ մի բանից տեղյակ չէ։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում Էլենը շատ լավ էլ տեղյակ է ամեն ինչից։ Պարզապես ինչ-ինչ մութ պատճառներով նախընտրում է խաղալ անտեղյակի դերը եւ թաքցնել ամենակարևոր տեղեկությունները։ Իսկ ինչն էր իրականում ստիպել Նվերին այդքան ագրեսիվ ու անկառավարելի դառնալ։ Պարզվում է, որ քիչ առաջ քննիչը հանդիպել էր Մինասին ու Նվերին եւ հայտնել մի այնպիսի սարսափելի լուր, որը լսելուց հետո ցանկացած տղամարդ կկորցներ ադեկվատությունն ու սթափ դատելու ունակությունը։ Քննիչը նրանց տեղեկացրել էր ամենադաժան իրականության մասին. Սեդային բռնաբարել են։ Այս լուրը լսելով Մինասն ու Նվերը պարզապես խելագարվում են վշտից, անզորությունից ու զայրույթից։ Բայց սա դեռ ամենը չէր։ Քննիչը Մինասին տրամադրում է եւս մեկ չափազանց կարևոր տեղեկություն։ Նա ասում է, որ իրենց տվյալներով ինչ-որ անհայտ տաքսիստ է գտել վիրավոր Սեդային եւ փոխանակ շտապօգնություն կամ ոստիկանություն կանչելու նրան տարել եւ թաքցրել է իր սեփական տան նկուղում։ Տեսելով այս փաստը Մինասը զարմանքից ուղղակի ապշում է եւ նրա արդեն իսկ խառնված գլխում անմիջապես ծնվում է ամենատրամաբանական թվացող կասկածը։ Միգուցե հենց այդ տաքսիստն է այս ողջ սարսափելի պատմության գլխավոր հեղինակն ու Սեդային կործանողը։ Այս միտքը հանգիստ չի տալիս նաև Նվերին։ Նա առանց երկար մտածելու եւ ոստիկանության պաշտոնական գործողություններին սպասելու վրեժխնդրությամբ լցված դուրս է գալիս Մինասի տանից ու որոշում ինքնուրույն գտնել այդ մարդուն։ Օգտագործելով իր բոլոր կապերը Նվերը շատ կարճ ժամանակում գտնում է Հարութին, իմանում է նրա բնակության հասցեն եւ 100% վստահ լինելով, որ հենց տաքսիստն է ամեն ինչի մեղավորը, գնում է նրա հետ անձամբ
հաշվեհարդար տեսնելու։ Բայց այստեղ սերիալի ստեղծագործական կազմը մեզ համար պատրաստել է մի այնպիսի անսպասելի շրջադարձ, որը կփոխի բացարձակապես ամեն ինչ եւ նոր ընթացք կտա սերիալին։ Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի, երբ Էլենն ու Նոնան վերջապես հանդիպեն կամ պատահաբար տեսնեն այդ տաքսիստին։ Նրանք միանգամից կճանաչեն նրան, եւ գիտեք ինչու, որովհետեւ այդ չարաբաստիկ օրը հենց նա, տաքսիստ Հարութն էր Էլենի ծննդյան նվերն ու շքեղ ծաղկեփունջը մեքենայով հասցրել Սևան ու անձամբ փոխանցել Էլենին։ Իսկ ինչ եք կարծում դուք, սիրելի հետևորդներ, ինչ տեղի կունենա նվերի եւ Հարութի հանդիպման ժամանակ։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու վարկածները մեկնաբանություններում։ Ես կկարդամ եւ կքննարկեմ դրանք մեծ սիրով։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ սերիաների ել ավելի թեժ վերլուծությունները։ Կհանդիպենք շուտով։ Thank you.